Բարև ձեզ, ես Տիգրանն եմ, Դուբայի անշարժ գույքի բրոկեր։ Իրականում հաշվի առնելով Հայաստանից ստացվող հայտերի քանակը, մարդկանց հետաքրքրվածության աստիճանը, որոշեցի մի փոքր այսօր խոսել հենց շուկայի անալիտիկայի մասին, քանի որ իրականում հենց մեծամասամբ հարցումների ընթացքում պարզ է դառնում, որ դա է պակասում մարդկանց ընդհանուր առմամբ հասկանալու շուկայի տենդենսը։ Նախ առաջինը ամենաշատ տարածված հարցերից մեկը կայանում է նրանում, թե առհասարակ ինչու է կայանում Դուբայի ֆենոմենը եւ ինչու է գույքի գինը ամեն տարի աճում է այստեղ միջինում 10-ից 15 մինչև դեպքեր կան 20%-ով։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Իշխանությունները վարում են այսպիսի մի քաղաքականություն։ Մենք ձեզ տալիս ենք անհարկ ռեժիմ, խոսքը գնում է մեծ ընկերությունների մասին։ Դուք բերեք ձեր աշխատատեղերը մեր երկիր։ Եվ ինչի է բերում հենց այս ստրատեգիան։ Իրականում անհարկ ռեժիմ ասելով պետք է լինենք անկեղծ, Դուբայում գործում են հարկեր, բայց առավելագույն հարկերի տոկոսը հասնում է մինչև 9%-ի։ Դա վատագույն սցենարն է լինում։ Հաշվի առնելով այս ամեն ինչը, մեծ ընկերությունները Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, ԱՊՀ տարածքից տեղափոխում են իրենց բիզնեսները Միացյալ Էմիրություններ։ Ինչի համար, որովհետև այստեղ չկան խոչընդոտներ բիզնես բացելու, ամեն ինչ արվում է պետական մակարդակով բիզնեսի խթանման համար։ Բերում են իրենց ընկերությունները։ Այս պահին գործող աշխարհի 1600 ամենախոշոր ընկերությունները ունեն իրենց ներկայացուցիչները հենց Դուբայում։ Օրինակ, բերենք Microsoft ընկերությունը։ Շուտով բացվելու են օֆիսներ Microsoft-ի այստեղ մինչև 151,000 նոր աշխատատեղ։ Հարց է առաջանում, որտեղ է այստեղ կայանում պետության շահը։ Պետության շահը կայանում է հենց մարդկանց քանակի մեջ։ Այսինքն տեղափոխվում են մարդիկ ապրելու այստեղ աշխատանքի բերումով։ Ընկերությունները բերում են իրենց աշխատատեղերը։ Մարդիկ վարձում են բնակարաններ, օգտվում են խանութներից, զվարճանքի կենտրոններից, ռեստորաններից, տուրիստական գոտիներից, ամեն ինչից։ Ստացվում է պետությունը ինքն իր ներսում մեծացնում է շրջանառությունը գումարի հենց։ Երկրորդ ամենակարևոր հանգամանքը Դուբայի անշարժ գույքի շուկայի աճի հենց կայանում է վարձի շուկայում։ Մարդկանց, եթե տեղափոխվողների քանակի մասին իրականում խոսենք, միջինում տարեկան քանակը կազմում է 150-ից 160,000 մարդ։ Ընդ որում օֆիցիալ պաշտոնական տվյալներով 2024 թվականի ընթացքում մարդկանց քանակը կազմել է 169,000 հոգի։ Շատ կարևոր է հաշվի առնել մատակարարվող գույքի քանակը։ Միջինում տարեկան մատակարարվում է 50-ից 70,000 անշարժ բնակարան։ Այս ամեն ինչը բերում է վարձի պահանջարկի շատ մեծ աճի, բայց գույքի դեֆիցիտի։ Հենց դրանում է կայանում պատճառը, որ յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր վարձակալ գիտի, որ հաջորդ իր պայմանագիրը տարեկան կազմելու է 10-ից 15% ավելի։ Ամեն ինչ հիմնված է պահանջարկ առաջարկ սկզբունքի վրա։ Եվ երրորդ կետը։ Մարդիկ միշտ մտածում են, որ Դուբայը դա միայն տուրիստական գոտի է։ Իրականում Դուբայը այսօր ավելի շատ հենց բիզնես միջավայրի մասին է, բիզնես առօրյայի մասին է։ Ինչու է այսօր Դուբայը ավելի շատ հենց բիզնես միջավայրի մասին։ Եկեք վերցնենք Դուբայի ցանկացած կետ քարտեզի վրա։ Հարևանությամբ պարտադիր բնակելի թաղամասերին գտնելու ենք բիզնես կենտրոններ, բիզնես թաղամասեր, այսինքն պետական մակարդակով արվում է ամեն ինչ, որպեսզի ներդրողը, ով որ գույք գնի Դուբայում, ունենա հնարավորություն իր գույքը շատ արագ հանձնել վարձով։ Դուբայում մարդիկ հիմնականում ընտրում են իրենց գույքը վարձակալության տեսանկյունից, որպեսզի լինի իրենց աշխատանքի մոտ։ Դուբայում գործում են նավթարդյունաբերական կենտրոններ, ակադեմիական քաղաք։ Այս պահին 27 միջազգային ամենախոշոր համալսարանները գործում են Դուբայում հենց։ Մինչև 2027 թվականը դրանց թիվը աճելու է մինչև 40-ի։ Գործում է օրինակ Silicon Oasis կենտրոնը, որը որ արհեստական բանականության համաշխարհային կենտրոններից մեկն է դառնալու։ Երկրորդական շուկայի աճը հենց կայանում է եւ հիմնված է վարձի շուկայի վրա։ Այսինքն աճում է վարձակալության շուկան եւ առաջ է մղում, այսպես ասած, բարձրացնում է երկրորդական շուկայի գները։ Բայց
Բոլոր տեսակի վերլուծությունները ու անալիտիկաները ցույց են տալիս, որ այս պահին Դուբայում վերահսկողությունը պետական մակարդակով այն աստիճանի է, որ վարձակալության շուկայի աճի տեմպը գերազանցում է երկրորդական շուկայի աճի տեմպին, այսինքն մարդկանց բնակարանների գնի աճը դեռ շատ հեռու է մաքսիմալ պիկից։ Ամեն ինչ վերահսկվում է Դուբայի հողային դեպարտամենտի կողմից այստեղ։ Նույնիսկ վարձակալության արժեքները, վարձի ինդեքսը հենց որոշվում է հողային դեպարտամենտի կողմից, որը որ բացառում է Դուբայում, այսպես ասած, փուչիկի առկայությունը, որպեսզի դա տեղի չունենա, մարդիկ հնարավորություն չունենան շուկայականից դուրս պահանջարկի հիման վրա, շեն որ բնակարանը հանձնելու են այդ գնով վարձակալություն։ Եվ ամենակարևոր բաներից մեկը, հիմնական հարցերից մեկը դա եկամուտն է, եկամտաբերությունը։ Դուբայում երկու տեսակ եկամտաբերություն է ունենում ներդրողը։ Նախ առաջինը շուկայի գնի աճը։ Կառուցապատման ընթացքում ձեռք բերված գույքը միջինում աճում է տարեկան 10-ից 15%-ով։ Շուկայի ընդհանուր միջին աճը 13% է ֆիքսվում տարեկան։ Իսկ վարձակալության շուկայի պարագայում մենք ստանում ենք մեր ներդրած գումարի 9-10-11% եկամտաբերություն առաջին տարում։ Ինչու եմ շեշտում առաջին տարում, որովհետև յուրաքանչյուր տարի վարձի արժեքը բարձրանում է եւ հետեւաբար մենք ունենում ենք աճող եկամտաբերություն։ Բայց այս ամեն ինչը իհարկե այսպես իդեալական չի, ինչպես ասում են, որովհետև իրականում կան հարյուրավոր կառուցապատողներ Դուբայում եւ հարյուրավոր պրոյեկտներ։ Մենք որպես անշարժ գույքի գործակալություն եւ ես ինքս որպես հողային դեպարտամենտի կողմից լիցենզավորված բրոքեր համագործակցում ենք անխտիր բոլոր կառուցապատողների հետ։ Այստեղ կայանում է ուղղակի ճիշտ անալիտիկա անելու հարցը, որովհետև այդ հարյուրավոր կառուցապատողներից ոչ բոլորն են, այսպես ասած, որ արժի այնտեղ կատարել ներդրում։ Հիմնական կառուցապատողների ընտրությունը կայանում է նրանով, որպեսզի իրենք տան որակ, քանի որ այդ որակից է բխելու հողային դեպարտամենտի տված վարձի ինդեքսը։ Այսինքն ինչքան մենք ունենում ենք որակով գույք, հետագայում նաև ունենում ենք ավելի բարձր եկամտաբերություն։ Հուսով եմ կարողացա ձեզ ինչ-որ չափով ներկայացնել ընդհանուր շուկայի վիճակը, հասկանալու համար, թե ինչու է շուկան անընդհատ գրանցում աճ։ Մնացած ավելի մանրամասն ինֆորմացիայի համար կարող եք ուղղակի գրել ներքևում նշված հեռախոսահամարով։ Մեծ սիրով կպատասխանեմ բոլոր հարցերին եւ կարող ենք կազմակերպել անվճար կոնսուլտացիա։